Սոհոքի թափվիր մեզ վրա, խնդրում ենք ներկայությունը, արքայությունդ թող Տեր գա և կամքդ թող լինի հավերժ Աստծո հոգին թափվիր մեզ վրա, խնդրում ենք ներկայությունը, արքայությունը թող Տեր գա և կամքդ թող լինի հավերժ այս վայրում Հիսուս, հեղեղվիր այս վայրում և լցու քո սիրո, որ մեծ է ամենից, քեզ համար ենք այստեղ և սպասում ենք քեզ Տեր, արի լցրու քո մեծ սիրով, հեղեղվիր այս վայրում և լցրու քո սիրով, որ մեծ է ամենից, քեզ համար ենք այստեղ և սպասում ենք քեզ Տեր, արի լցրու քո մեծ սիրով։ Փառք քեզ իմ Աստված, փառք քեզ մեր Տեր, մեր ապավեն Տեր իմ Աստված, հավաքվել ենք Տեր, հավաքվել ենք քո համար Տեր, Տեր, արի քո մեծ զորությունով, թարմությունով Տեր, Տեր քո ողորմությունը, զորությունը Տեր, քո փառքիդ համար, որ վայելենք քեզ Տեր իմ Աստված, քո փառքիդ համար, զորացրա մեզ Տեր, ինչպես ես երգի մեջ երգում ենք, արի և հեղեղիր Տեր իմ Աստված, փառք ենք քեզ տալիս Տեր, դու մեր Տերն ես, մեր Աստվածն ես և ողջ փառքը տալիս ենք քեզ, որտեղ դու արժանի ես, սիրող Հայր ես, փառք քեզ, ամեն, փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը, կարող ես քո կողքինիդ ողջ ունել, բարով ես եկել և նույնպես ողջունում ենք մեզ համացանցով հետևողներին, Աստված ձեզ շատ օրհնի։ Մինչև իմ խոսքը սկսեմ մի փոքր նախաբան կա, որ կուզեմ սրա մասին խոսեմ։ Տես խոսում ենք, ասում ենք, մենք պետք է գանք այստեղ միշտ սպասումով գանք, որ այստեղից եթե սպասումով չգանք, ոչ մի բանը չենք անես, եթե դու սպասումով գալիս ես, այստեղից դու լցված գնում ես։ Բայց մի բան եմ հասկացել, որ մենք ամբողջ շաբաթ զբաղված ենք մեր տարբեր գործերով, զբաղված ենք խնդիրներով, որ մեր կարողանանք ապահովենք մեր կամֆորտը, չէ՞ միշտ խոսում եմ սրա մասին, որ մենք ունենք այդ կամֆորտի հետևից վազելու, բայց ամեն բանի մեջ Քրիստոսի մեջ է կամֆորտը, եթե ուզում ես մի բան դու ստանաս ու նույնիսկ եթե ձեռք ես բերել, կամֆորտը Քրիստոսն է, Քրիստոսի մեջ ենք, ուրեմն կամֆորտի մեջ ենք, եթե Քրիստոս հետ չենք, մենք չենք հասնի։ Տեսեք, այստեղ խոսում ենք ֆիզիկական վազքի համար։ Շատ ժամանակ իմ կյանքից մեջ եղել է, որ ես հասցրել եմ գամ եկեղեցի ու ասեմ քեզ, որ իմ այսպես գլուխ գովելու բան չլինի, իմ 91 թվից այս կողմ ես իմ կյանքից մեջ մի անգամ ա եղել, որ ես չեմ հաճախել եկեղեցի ու շատ փոշմանել եմ, որ չեմ հաճախել այդ մի օրը ու խնդիրներով ու գիտես տեսեք, հաճախում ես եկեղեցի, բայց կա ժամանակ, որ դու տեղում ես, եկել ես, հասել ես, բայց դու երեկվա օրով այսպես ջարդված, հոգնած ու դու եկեղեցու մեջ գալով հասել ես այդ ժամերին դու ներկա ես, բայց դու տեղում չես։ Մի հատ այսպես խորհուրդ քեզ, երբ որ դու գալիս ես եկեղեցի սպասումով, մինչև եկեղեցու հասնելը դու աղոտ կարա, որ դու այս ամեն ինչը քեզ տեղ հասնի եւ վերցնես, որ դադար չգնաս։ Մինչև այստեղ հասնելը ճանապարհի
միջև այստեղ հասնել, դու աղոթք արա, որ այստեղից մի բան տանես։ Ու հասկանում եմ, որ ֆիզիկական այդ խնդիրները, որ ասենք դու անցած օրը լավ աշխատել ես, հասցրել ես, դասավորել ես, բայց կա ժամանակ, որ դու հոգնած ես, գալիս ես եկեղեցի, դու թարմ չես, քո քունը տանում է, դու երեք լավ ծանր օր ես ունեցել, դրա համար ես իմ կյանքիս մեջ այսպես մի փոքր մաս վերցրել եմ, որ այդ իրիկունը գամ ես շուտ քնեմ, որ լավ հանգստացած, թարմացած, ոչ թե sense հազիվ, մի հատ է կիրակյորի շոր մի հատ փոքր գործ։ Գիտես մենք այսպես օրինապաշտության մեջ չենք եւ ծայրահեղության հետ գործ ունենք, որ ասենք թե Աստվածաշունչը խոսում ասում է, եթե այն օրը որ պետքա չաշխատես, դա օրենքա, պատվիրանա, երբեմն լինում ասում է նույնիսկ ասում է, որիդ կենթանին ինչ որ ավանագնի փոսի մեջ չեք գրա իր չեք գնա քաշի, դրա մասին չի խոսքը, բայց այս ժամանակը որ դու գալիս եք այստեղ, ձեզ համար մի փոքր sense թողեք էներգիա, որ միջև վերջ ջարդված հոգնած չգանք այստեղ ու գալով այստեղ մենք թարմ լինենք։ Այսպես տնական, այսպես մի հատ խորհուրդ, որ դու կարողանաս քո գալուսդ բան հասկանաս, որ դու թարմ լինես, որ ամեն ինչը վերցնես ու ոչ մի բան չկարողանաս, ասենք, ոչ մի բան չմնա, ինչ որ քեզ համար Աստված նախատեսել է։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Այսօրվա իմ խոսքս, ես այսպես եմ վերնագրել իմ պատգամս, սիրով թե գավազանով։ Սիրով թե գավազանով Աստվածաշունչը խոսում, ասում է, որ Պողոս առաքյալը խոսում, ասում է, որ կար եկեղեցու մեջ, երբ որ ինքը եկեղեցու հետ չէր, եկեղեցու մեջ կար պղծություն, եկեղեցու մեջ կար խնդիր, եկեղեցու մեջ կար մեղք, եւ նա ցավ էր ապրում, մի փոքր ուշ կարդանք այս ամեն այդ տողերը, եւ ասում է, ես հիմա ոնց ձեզ հետ խոսեմ։ Սիրով գամ ձեզ հետ խոսեմ, թե գավազանով գամ։ Մենք այդ գավազանը գիտենք, չէ՞, փայտնա։ Եվ Աստվածաշունչը բազում տեղեր խոսում ասում է, որ չխնայես գավազանդ քո երեխաներից, եւ Աստվածաշունչը խոսում ասում է, որ ում որ սիրում եմ նրան էլ հանդիմանում եմ, չէ՞։ Ում որ սիրում եմ նրան խրատում եմ, չէ՞։ Եվ այստեղ մի փոքր այդ ծեծի մասին է խոսում եւ հասկանում ենք, երբ որ ասում է երեխայի չխնայես գավազանը, որ իր հոգին ապրեսնես, մենք հասկանում ենք այս ամեն ինչը։ Ու այստեղ շատ անգամներ մենք խոսել ենք, որ Աստված մեզ ստեղծել է մարդ։ Աստված ստեղծեց մեզ իր նմանությամբ եւ իր պատկերով։ Սա մի հատ մեծ հուշում է մեզ, որ մենք հասկանանք, որ մենք, տես ասենք, մենք անցել ենք, ասենք, կենսաբանություն, այնտեղ ասում են մարդը կենդանի է։ Եթե շարժում է կենդանի, հասկանում ենք, բայց Աստված մեզ ստեղծել է մարդ, որ մենք այդ մարդ որակն ունենանք։ Սա շատ լավ է, Աստված մեզ ստեղծել է ազատ կամքի տեր մարդ։ Ես Աստված չի որոշել դու այսօր ինչ ձեռքիդ ինչ պայուսակ վերցնես, ինչ գույն լինի եւ ինչ ես դու այսօր հագնել ու այսօր դու ես որոշում շատ բաներ եւ Աստված տվել է մեզ կամք, որ մենք չլինենք կենդանիների նման։ Եվ Աստված մեզ ստեղծելով մարդ ոչ թե ստեղծեց մեզ կենդանի։ Ու գիտես այստեղ ինչի համար եմ այս ամեն ինչը խոսում ենք անզգամության մասին շատ անգամներ այստեղ խոսում ենք։ Տես Աստվածաշունչը խոսում ասում է, որ անզգամը կկորսվի, բայց ասում է արդարը, եթե վայրը գնի, չգիտեմ անգամ, քանի անգամ էլ նա կկանգնի, բայց անզգամը կկորսվի։ Աստվածաշունչը ողողված է անզգամի հետ կապված այդ խոսքերով, ինքը շատ տեղերի մեջ խոսում է այդ անզգամի մասին։ Անզգամը, տեսնում եք, ինքը ոչ մի բանի մեջ առամոտ չունի, չէ՞, այսպես մի հատ խոսք կա, խոսում ենք սրա մասին։ Նրանք ասում են անզգամի կյանքը երբ որ նայես, նա ինքը անհասկացողի պես ապրում է։ Խոսքը գալիս է իրան, ամեն բան իրան հանդիմանություն ոչ մի բան, իրան ոչ մի բան տեղ չի հասնում։ Մած էս խոսք ունենք, չէ՞, խոսում ենք, ասում ենք անֆայմ է։ Խի ես ինչ բանը չարեցիր, որտեղ ֆայմ չունի, չէ՞, սենց տնական խոսքեր։ Գիտես այդ իմաստությունը, որ կա Աստծուց է եւ այդ անզգամ վիճակը, որ կա, գալիս է եւ մարդու մեջ արդեն ինքը նստում է, ինքը ոչ մի բան չի հասկանում եւ չի լսում Աստծո ձայնը։ Եթե Աստվածաշունչը խոսում ասում է, եթե լսեք Աստծո ձայնը, ձեր սրտերը չխստացրեք։ Ես այսօր խոսում եմ սրա մասին, սիրով գամ թե գավազանով։ Գավազանով գալիս է այն դեպքում, եթե մարդը անզգամ է։ Եթե մարդը Աստծո ձայնը չի լսում, եթե մարդը թողնում է ամեն բան ու դա նորմալ չի։ Նա արդեն չի լսում Տիրոջ ձայնը։ Եկեք այդ վերցնենք այդ տողերը եւ կարդանք Առաջի Կորինթացիս
4 գլուխ 21-րդ խոսքը, ինչքան հիշում եմ։ Այստեղ խոսում եմ մի փոքր վերևից, մինչև այդ տեղը կարդամ, ասում եմ, ուրեմն աղաչում եմ ձեզ, ինձ նմանվող եղեք, այստեղ խոսում է, որ մեղքը կար եկեղեցու մեջ, խնդրի մեջ են, ասում տեսեք իմ կյանքս, իմ ապրածս, ոնց եմ, ինձից օրինակ վերցրեք եւ խոսում է այստեղ առաքյալը, եւ հասկանում է, որ ինքը չի կարողանում այդ ժամանակ իրենց կողքը լինելով, ասում է կուղարկեմ իմ Տիմոթեոս օգնականին, որ գա ձեզ հետ լինի եւ ճանապարհը ցույց տա, սրբության ճանապարհը, որ դուք ամեն բան տարբերեք։ Եվ այստեղ մարդիկ կան, որ խոսում են, ասում են, որ դժվար գա եւ իրանք ուրախացած են, որ ինքը չի հասցնում գա եւ այդտեղ եղնի, բայց խոսումը ասում է, որ եթե ասում է շուտով կգամ ձեզ մոտ, եթե Տիրոջ կամքը լինի եւ մենք պետք է հասկանանք, որ Տիրոջ կամքը միշտ մեր կյանքերի մեջ պետք է լինի, ոչ թե ասենք ինչ որ բաներ ծրագրավորենք, որ Տիրոջ կամքի մեջ չի, իհարկե պատգամը սրա մասին չի, բայց մենք պետք է լավ հիշենք, որ մեր բոլոր կյանքերի, բոլոր ճանապարհների մեջ պետք է Տիրոջ կամքը եղնի մեր կյանքերի մեջ։ Ասում որովհետև ոմանք ասում ուրախացած են, որ ձեր մոտ չգամ։ Այստեղ խոսում է գալու եւ չգալու մասին։ Մի փոքր առաջ խոսեցի, որ խոսում է, որ եկեղեցու մեջ կա շնություն, ասում է առհասարակ ձեր մեջ լսվում է, որ ասում է պոռնկություն կա եւ ասում է այն պոռնկությունը, որ ասում է մի տղան ուզում է իր երկրորդ հոր կնոջ հետ քնի, այսպես ու ասում է ոչ թե լաց լինեք աղաչեք պաղատանքով, որ ասենք այդ խնդիրներից դուրս գաք, ասում է դուք մեկը մյուսի դեմ պարծենում եք։ Ու այսպես շատ մեծ խնդիրներ կա եկեղեցու մեջ, ասում է որ գալիս եք եկեղեցի, ոչ թե գալիս եք վերցնելու հաղորդություն, այսինքն այդ հացը ուղակի ուտելու համար եք գալի։ Այսպես շատ բաներ կա, որ խոսում եմ։ Հիմա խոսքն ասում է ինչպես եք կամենում գալ գամ ձեզ մոտ 21-րդ խոսքը ասում է ինչպես եք կամենում գամ ձեզ մոտ, գավազանով գամ ձեզ մոտ, թե սիրով հեզության հոգով։ Գիտես, այստեղ որ ես կարդացի, ես հասկացա, որ մեր կյանքերում շատ ժամանակ մենք ինքներս թույլ ենք տալիս խնդիրներ, լինելով անզգամ, մենք չենք լսում Տիրոջ խոսքը, Սուրբ Հոգուն չենք ենթարկվում եւ Տիրոջ ձայնը չենք լսում, երբեմն լսում ենք եւ չենք կատարում եւ նմանվում ենք այն անզգամ մարդկանց, որ ինքը ոչ մի բան չի զգում, ոչ մի բան իր վրա չի ազդում եւ այդտեղ գործում է Տիրոջ գավազանը։ Ու իմ կյանքիս մեջ կար ժամանակ, երբ որ դա շատ տարիներ առաջ էր, երբ որ ես երիտասարդ այդ ժամանակ, երբ կար ժամանակ, որ ես մեղքի հետ խաղում էի, չհասկանալով, ես հասկանում եմ, որ մեղքից ես չեմ կարող ազատվել, ես Տիրոջ հետ պայման կապեցի։ Եթե ես չազատվեմ, այդ մեղքը չթողնեմ, թող քո գավազանով ինձ շտկի, որ ես չգնամ դժոխք, որ ես փրկվեմ։ Նորից ես խոսում եմ սրա մասին, որ մեր նպատակն է, որ այս կարճ կյանքի մեջ, որ մենք տեղափոխվենք հավիտենություն եւ փրկվենք։ Ես հասկանում եմ, որ ամեն բան կանցնի ու ես կարող եմ ամբողջ աշխարհը ասում եմ կարող ես շահել, բայց քո անձդ կորցնես։ Ես չեմ ուզում, որ մենք ամեն բան փոքր թեթև բաների հետ մեղքերի հետ փոխենք մեր փրկությունը։ Մենք պետք է ամուր բռնենք, պահենք մեր փրկությունը։ Եվ ես հասկանում էի, որ այդ ժամանակ ընտրել եմ երկրորդ տարբերակը։ Բայց գիտես ինչն է այստեղ հետաքրքիրը։ Մենք պետք է հասկանանք, որ առաջի տարբերակը շատ լավն է։ Թող Տերը գա մեր կյանքերի մեջ իր սիրով, հեզության հոգով, ինչպես խոսքը խոսում է սրա մասին։ Տեսեք, մենք ինչ ենք խոսում։ Խոսում ենք հայր մեր աղոթքը, հայր մեր քո կամքդ լինի, չէ՞։ Եվ մի տանի մեզ փորձության, այլ ազատի մեր չարից։ Չեմ ուզում այդ փորձությունը, որտեղ շատ դաժան է, երբեմն ցավոտ է, երբեմն մենք ընկնում ենք այդ խնդիրների մեջ ու մեզ համար շատ դաժան է։ Գիտես, այսպես միշտ չարը գալիս է եւ հուշում է քեզ, որ Աստված դաժան է, Աստված նախատող է, Աստված կգա քեզ ու ամեն բան կփչացնի։ Գիտես, բայց Հակոբոսը իր թղթի մեջ շատ հետաքրքիր ձևի գրում է, եկեք կարդանք այդ տեղը։ Սա խոսում եմ նրա համար, որ մենք հասկանանք, որ Աստված չի տանում մեզ փորձության, որ միշտ մեզ պատժի, Աստված բարի է, մենք պետք է միշտ այդ ամեն ինչը հասկանանք։ Ոչ ով որ փորձության մեջ է, չասի թե Աստվածանից են փորձում, որովհետև Աստված չար բանով չի փորձում, ինքն էլ
ոչ մեկին չի փորձում, բայց ամեն մեկը փորձում է բուն իր ցանկություններից հրապուրված եւ խաբված։ Սա պետք է մենք լավ հասկանանք, որ Աստված չի, Աստծո կամքը չի, որ մենք փորձվենք, Աստծո կամքը չի, որ մենք ինքներս այդ գավազանի հետ խնդիր ունենանք, Աստծո կամքը չի, այլ բուն ամեն մեկը մեր փորձություններով ցանկություններից հրապուրված այդ բառը շատ տեղին է գրված եւ խաբված, չէ՞, շատ ժամանակ գիտես եղել է որ ասենք մեղքին, ասես փափագում ես այդ մեղքին, գիտես որ մեղք կա եւ ինչ ես անում, երբ որ այդ ձեռք ես տալի ու այդ մեղքի հետ սկսում ես խաղալը, դու զգում ես որ դու խաբված ես։ Նա չարժ էր, դու փոխեցիր արդեն։ Ծանոթ բան եմ խոսում, ես թե մենակի մոտ ա եղել։ Ու մենք գտնում ենք ինքներս մեզ գտնում ենք խաբված։ Փառք Աստծուն։ Եվ այնտեղ խոսում ասում է եւ այնուհետեւ որ ցանկությունները հղիանում են եւ ցանկությունները մեղք են ծնում եւ մեղքն էլ որ կատարվում է մահ կծնի։ Մենք գիտենք որ մեղքի վարձքը մահն է։ Աստված բարի հայր է սրա մասին, ինչքան էլ խոսենք այդ գավազանի մասին, մենք պետք է հասկանանք որ Աստծո կամքը չի, հայր մեր, որ երկնքում ես, ել եմ խոսում սրա մասին, մի տանի մեզ փորձության ապաչարից ազատի։ Եթե մենք այդքանը հասկանանք, մենք A կետից կտեղափոխվենք B կետը, որ շատ լավ է ու շատ կարևոր է, որ մեր կյանքերի մեջ այս ամեն ինչը հասկանանք, որ մեզ պետք չի, որ մենք ունենանք այդ խնդիրները։ Ավելի լավ է, ասում եմ, քո հետ ոնց խոսամ, քո հետ լավ խոսամ, թե վատ խոսամ, по-хорошему, չէ՞։ Դες մատ խոսք կա, ռուսերեն խոսում է։ Չէ, մենք չենք ուզում ուրիշ ձևեր, մեզ այդ մենակ թող Աստված խոսա по-хорошему։ Դրա համար մենք պետք է ինչ անենք, մենք պետք է խելոք մնանք, չէ՞, խելոք խոսքը որ կա շատ կարևոր է։ Ես մի հատ այսպես բան ասեմ, որ մեր աղբերներից մեկը կար, որ իր այդ խնդիրներ կար, ես ինքը ինձ միշտ հարցնում էր, ո՞նց ես իրան ասում եմ շատ խելոք։ Դե պետք է ասես պատասխանը պետք է ասել լավ եմ, չէ՞, ես իրան միշտ ասում եմ խելոք։ Ու գիտես ինչն էր այստեղ Երբ որ մենք մեր տեղում ճիշտ մնում ենք, Աստվածաշնչի մեջ մի պատմություն կա, ասում է, որ Ղուկաս ավետարան չեմ կարդա այդ ամբողջ այդ գլուխը, եւ ասում է, երբ որ տանուտերը գնաց միտեղ եւ հանձնարարություն տվեց իր ծառաներին, խոսքը ասում է, որ եւ ասում է եկավ հետ վերադառնալով, ասում է Երանի այն ծառային, որ եկավ եւ ամեն բան իր տեղում գտավ եւ իր բաժինի մեջ ասում է եւ նրան շատ բաների վրա Աստված կդնի։ Խոսեմ այդտեղը, եթե ձերքի թուղթ ու գրիշկա կարող ես այդտեղը գրել։ Ղուկաս ավետարան 12:42-48 Ղուկաս ավետարան 12-րդ գլուխ 42-ից 48-րդ գլուխը կարող եք այդ տունը կարդալ։ Գիտեք, այստեղ խոսում ասում է, բայց այն ծառային, որ իրան տրված էր ամեն բան եւ բացատրված էր եւ եկավ եւ չգտավ այդ ամեն ինչը, ասում է նա շատ ծեծկուտի, Աստվածաշնչը խոսում է սրա մասին, նորից խոսում է գավազանի մասին եւ ասում է այն ծառան, որ եկավ եւ ամեն բան չգիտենալով ամեն բան տեսավ, որ իր գործեր կար, որ իր տեղում չէր, բայց ինքը չհասկանալով նա խոսքի մեջ ասում է նա քիչ ծեծկուտի։ Ես Աստվածաշունչը շատ պարզ հասարակ խոսում է նրա մասին, բայց ասում է Երանի այն ծառային, որ իր տերից երբ որ գա, այնպես անելուց գտնի, ինչպես որ Աստված կամեցել է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ չհասցնենք այդ դրան։ Թող Աստված մեզ հետ թող գա իր հեզության հոգով, գա իր խրատով, ու գիտես, այստեղ 4 կետեր կա, որ ես այստեղ իմ մոտ գրել եմ, թող Աստված գա մեզ սիրով, թող Աստված հանդիմանությունով գա, ոչ ավելի։ Մարդկա իր մոտ գալիս է սիրով, սիրուց անցնում է հանդիմանության, երրորդ կետը գալիս արդեն գավազանը, չորրորդ կետը, որ մենք տեսնում ենք, չորրորդ կետը սա նա է, որ Աստված էլ չի խոսում քեզ հետ։ Սուրբ Հոգին քեզ չի հանդիմանում եւ Աստված իր ձեռքերը լվացել է քեզ հետ ընդհանրապես գործ չունի։ Սա ամենամեծ ցավն է, որ խոսում ասում է մեղք կծնի եւ մեղքն էլ ինչ կանի մահ կծնի։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Աստվածաշնչի մեջ շատ տեղեր կա, որ խոսում է գավազանի մասին, դերս այնպես շատ տեղեր կա, բայց մի քանիսն եմ վերցրել, որ խոսեմ այստեղից։ Սաղմոս 89:30-36 Եթե նրանք իմ հրամանները անարգեն, գավազանով կպատժեմ նրանց։ Այստեղ խոսում է նրանց եւ նրանց աներությունների համար, ասում է ծեծելով նրանց անիրավությունների համար։
Այստեղ խոսում է ծեծի եւ գավազանի մասին։ Եվ առակացի մեջ նույնպես այստեղ խոսում ասում է երեխայից մի խնայիր գավազանը, որովհետեւ եթե նրան գավազանով ծեծես, չի մեռնի։ Չեմ ասում որ սկորիով թողան քո երեխայի տանեն ջարդեսերը, չէ, դրա մասին չի խոսքը։ Բայց ասում է դու նրան գավազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքից։ Ասում է երեխային փոքր ժամանակ պետքա դաստիարակես, արդեն ինքը մեծ մարդ երբ որ դառնում է, սկսում ես խոսալ, դա արդեն տեղին չի։ Երբ որ նա երեխա է, իրան պետքա ուղես։ Սենց էլի նորից էս տնական մի հատ օրինակ եմ բերելու, մայրս էլ էստեղ նստած է, մենք որ մեր տեղում չէինք լուրում, սկսում էինք ծուրը մուր բաներ անել տա մեջ, մայրս սկսում էր ասում էր, գիտես, լավ հարթուկելու տեղել ունենք, ձեզ պետք է հարթուկվի, ինձ ու եղբորս։ Ու գիտես այդ հարթուկելը որ չլներ, մենք սենց ծուրը մուրը կմեծանայինք ու դա լավ չէր լինի։ Փառք Աստծուն մեր Տիրոջ իր գավազանի համար, բայց եկեք մենք մնանք առաջին երկրորդ կետի վրա, որ չհասնի գործը գավազանի։ Մեր կյանքերի մեջ պետքա դա լինի, որ մենք պատուղ բերենք եւ մնանք Տիրոջ մեջ եւ Տիրոջ շնորհքը մեր վրա լինի։ Փառք Աստծուն։ Առաջի Կորինթացիս 28:34-ը ես միշտ այստեղից կարդում եմ, երբ որ մենք ընդունում ենք հաղորդություն, այստեղ խոսում է, որ հաղորդության ժամանակ, երբ որ մենք գոհանում ենք Տիրոջից, որ մենք հաղորդում ենք Տիրոջ եկեղեցուն, հարց եկեղեցուն, խոսքի վերջում գրված ասում է, թող ամեն մարդ իր անձը քննի։ Առաջի Կորինթացիս, չգիտեմ, այստեղը տվել եմ, որ ցուցադրեք, բայց այստեղ այդքան էական չի, անպայման չի, ասենք կարդամ, անպայման չի որ կարդամ, տեսեք խոսում ենք, ասում է, եւ ասում է, թող ամեն մարդ իր անձը քննի։ Ինչի համար ենք ասում, որ թող ամեն մարդ իր անձը քննի։ Որովհետև երբ որ մենք առանց հասկանալու գալիս ենք անզգամության մասին եմ նորից խոսում, գալիս եկեք նորից ասում ենք այդ անզգամ լինելու համար։ Երբ որ մարդը անզգամ է եւ ինքը լինելով մեղքի մեջ, այստեղ այդ օրինակը շատ տեղին ասում է, խոզը երբ որ ցեխի մեջ է, ցեխի հոտը չի առնում։ Երկար ժամանակ որ ինքը մնում է մեղքի մեջ, այդ անզգամ վիճակով այդ հոտը սողորում է այդ հոտին եւ այդ հոտը ինքը չի առնում։ Եվ այստեղ ասում եմ նրա համար էլ որ ձեր միջումը շատ հիվանդություններ կան եւ շատերն էլ ննջել են։ Այստեղ մենք հասկանում ենք, եթե մենք անարդարության, մեղքի մեջ, պղծության մեջ եւ գալիս ենք Տիրոջ տան մեջ, վերցնում ենք հաղորդություն, մենք ինչ ենք անում, ասում ենք այն մարդիկ ովքեր որ ասում են խնդիր ունենք, եկեք մեր գրուպները խոնարհեցնենք եւ Տիրոջից ներողություն խնդրենք։ Որտեւ Աստվածաշնչի խոսքը ասում է ինչ անիրավություն որ արածել լինես, եթե խոստովանես մեր Տերը բարի է եւ հավատարիմ որ կների ամեն անիրավություն եւ կսրբի եւ կմաքրի։ Այսինքն մենք պետք է Տիրոջը գանք հասկանալով, մեղանչելով ու արժանք գտնվենք Տիրոջ արյան եւ մարմինին ընդունելու համար։ Եսայա առաջի գլուխ երկրորդ խոսքը հետաքրքիր մի բան է խոսում ասում է Եզը ճանաչում է իր Տիրոջը եւ էշը իր Տիրոջ մսուրը, բայց իմ Իսրայելը ինձ չի ճանաչում։ 5-րդ խոսքն ասում է եւ ձեր որտեղին զարկեմ, որ ապստամբություն եք անում։ 6-րդ խոսք ոտքի թաթից մինչև գլուխը ողջ տեղ չի մնացել։ Շատ ժամանակ մարդիկ ասում են փորձությունների միջով ու ոչ մի բան իրանք չի արթնացնում եւ իրանք նորից մնում են այդ անզգամ վիճակի մեջ։ Սա մեծ ցավ է, որ երբեմն նույնիսկ այդ գավազանը չի կարող իրանց արթնացնել։ Ոտքի թաթից մինչև ողջ տեղ չմնաց, ձեր էլ որտեղին զարկեմ։ Դա ինչքան բարի է, այնքան էլ արդար իրավունք պահող Աստված է։ Փառք Աստծուն։ Բայց գիտես ամեն բանից զատ պետք է մենք հասկանանք, որ մեր Աստված ինչքան էլ ճիշտ ժամանակին երբեմն շատ պետք է այդ գավազանը, բայց մենք պետք է հասկանանք, որ միշտ սատանան գալիս է եւ չարախոսում է, որ մեր կապը կտրենք Աստծու հետ։ Ես միշտ խոսում եմ սրա մասին, որ երբեմն երբ որ Աստծու հանդիմանությունը գալիս է եւ այդ գավազանը երբ որ գալիս է, կամ մարդը վազում է դեպի մեղքին, կամ մարդը վազում է սրբությանը։ Այդ կետի վրա մենք պետք է զգուշ լինենք, որ մենք ինչքան էլ սխալ լինենք, պետք է վազենք մեր Տիրոջը, թե զգացել եք, չէ, երեխաներ կան, որ երբ որ իր ճիշտ չի պահել, ասենք այդ
դաստիարակելու ժամանակ, թե ծեծի ժամանակ ինչ անում, նորից վազում փաթաթվում է իր մորը, չէ՞։ Ինքը մայրը խփում է իրան, բայց ինչ անում, վազում է նորից, այսինքն իր մոր մեջ ինքը վազում փաթաթվում է մորը, ինքը սիրում է այդ իր ոչ թե ասենք իր ծեծող մորն է սիրում, ինքը իրան սիրող մորն է սիրում։ Այսինքն այդ ժամանակ, երբ որ գալիս է, երբ որ մենք մեր ինչպես խոսքի մեջ կարտացի, եթե մենք փորձում ենք մեր մեղքերի պատճառով, այդ փորձության ժամանակ ոչ թե պետքա վազենք դեպի մեղքը, այլ պետքա վազենք սրբության եւ Քրիստոսին մեր Աստծուն։ Փառք Աստծուն, ասենք ամեն։ Փառք Աստծուն։ Ու գիտես, այստեղ մենք միշտ պետքա հիշենք, որ Աստված բարի է, սա մեր մեջ պետքա միշտ լինի, որտեղ էլ եմ խոսում չարը միշտ չարախոսում է, որ մենք հեռանանք Աստծուց, բայց Աստված բարի է եւ Աստված, գիտես, Աստված մեզ ասում է վերստին ծնունդ, Աստված ուզում է, որ վերստին ամեն բան նոր լինի, չէ՞, մեր կյանքերի մեջ։ Նա նոր ձևի մեզ հնարավորություն է տալիս, եթե դու առաջվա օրը, անցած օրը ինչ որ խնդրի մեջ ես եղել, Աստված քեզ ուզում է, որ միշտ հաջորդ անգամ քեզ հնարավորություն տա, որ դու ինքդ վազես, նոր էջից սկսես, քայլես նոր ընթացքով եւ հետեւը թողնես այն խնդիրները, ինչի միջից որ դու անցել ես։ Մեր Աստված բարի է եւ զորավոր է, գիտես, շատ ժամանակ դու զգացել ես, ինչ-որ բաներ կա, որ գնում ես, նկարում ես ու քո մոտ չի ստացվում, այդ թղթի վրա նայում ես, քո դուրը չի գալիս։ Ինչ ես անում։ Վերցնում ես դու այդ թուղթը պատրում ես, պատառոտում ես եւ գցում ես աղբարկը, չէ՞։ Կամ ասենք ինչ-որ հեռախոսի մեջ ինչ-որ կա ինչ-որ նկարներ, որ իրանք արդեն քեզ պետք չէ։ Թե ես ինչի համար եմ բայ, ինչ ես անում, վերցնում ես, մի հատ ուդալիտ կասես, բոլորս գիտենք։ Ուդալիտ ենք անում։ Գիտես, Աստված մեր դեպքում այդ ձևի չի վարվում, փառք Աստծուն, որ Աստված մեր կյանքերի մեջ նորից հնարավորություն է տալիս։ Ինչպես անցած ծառայությանը ես խոսում էի, ահա կացինը դրված է, որը որ պտուղ չի բերում, կտրվում եւ կրակն է գցվում, բայց գիտես, ասում է եւ խոսքի մեջ մենք կարդում ենք, ասում է թող մի տարի էլ մնա։ Միգուցե, չէ, պտուղ բերի։ Այսինքն Աստված սպասում է, որ մեր կյանքերի մեջ մի բան կփոխվի։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Աստված ողորմած է, Աստված հնարավորություն է տալիս մեր կյանքերի մեջ եւ ոչ թե միանգամից մի որոշում է կայացնում, այդ ժամանակ էս որ գնում, այդ ժամանակը նրա մասին է խոսում, որ այդ ժամանակի մեջ մենք պետք է ժամանակը ծախու առնենք եւ ընտիր գտնվենք, որ պատրաստ լինենք երկնքի առկայության համար, մենք ընտիր գտնվենք Տիրոջ համար։ Ու գիտես, այստեղ նորից մի այսպես օրինակ կա, որ կուզեմ բերեմ, երբ որ ովքեր որ շախմատ խաղալ գիտեն, ասեն, որ մեր ժամանակներում մի 20 տարի առաջ դպրոցներում շախմատը անպայման էր, բոլորս գիտենք այդ շախմատ խաղալը, իսկ հիմա չգիտեմ, ովքեր խաղում են, այնտեղ միանգամից այդ շախմատը չի լինում, այնտեղ դու երբ որ պետքա այդտեղ վերցնես այդ թագավորին, ինչ ես անում, միանգամից չես մատանում, ասում ես շախ։ Ու գիտես մեր դեպքում այդ շախը որ կա, դա շատ լավ է, որ Աստված գալիս է ոչ թե միանգամից քեզ ուդալի տանի, ինչպես խոսում ես սրա մասին։ Պատրի եւ դեմ գցի աղբարկը, ոչ, Աստված քեզ բերում է, ասում է շախ։ Սա ինչ-որ կոպիտ օրինակ եմ խոսում, բայց շատ տեղին է սա։ Աստված մեր Սուրբ Հոգին գալիս, ասում է, եւ կգամ եւ ձեզ կհանդիմանեմ, եւ կմխնդարեմ, Աստված Սուրբ Հոգին, փառք Աստծուն Սուրբ Հոգու համար, որ միշտ խոսում է։ Եթե լսենք նրա ձայնը, մեր սրտերը չխստացնենք ու ելի է խոսում սրա մասին, որ մենք չպիտի լինենք անզգամ։ Ելի է խոսում Աստվածաշնչի մեջ ողողված է անզգամի մասին։ Մենք ոչ թե պետք է փայտով կառավարվենք, ինչպես կենթանիները, այլ պետք է մարդ որակը մեր մեջ լինի ու գնանք դեպի Տիրոջը։ Այստեղ տեսեք, մարդիկ կան, որ երկար տարիներով Աստվածաշունչը կարդում են, ես միշտ խոսում եմ սրա մասին, ես լավ է, որ Աստվածաշունչը կարդում են։ Բայց գիտես, երբեմն այդ գիտության հետ մենք պետք է ապրենք Աստծու հետ, որ մենք հասկանանք իր կամքը։ Մարդիկ կան, որ գիտես, ինստիտուտներ են ավարտել, իրանք ամեն բան գիտեն, ամեն բան հասկանում են, բայց գիտես, խոսքը շատ հետաքրքիր ձևի Աստվածաշունչը խոսում է իմաստության մասին, իմաստուն լինելու մասին։ Տեսեք, իմաստունի եւ գիտունի տարբերությունը որն է։ Նա գիտի ոնց չգնի մեղքի մեջ։ Նա հասկանում է, որ լավ չի, որ մեղքը, չգիտես ինչ պատճառներով այսպես, ինստրուկցիան լավ գիտի։ Լավ է, որ դու գիտես Աստվածաշունչը կարդում ես, բայց գիտես իմաստուն լինելով,
Իմաստությունը գիտես սկիզբը որն է, աստվածավախությունը իմաստության սկիզբն է, չէ՞։ Եթե մեր մեջ չլինի այդ իմաստությունը, աստվածավախությունը չլինի, մեր այդ գիտությունը մեզ չի օգնի։ Տեսեք տարբերությունը որն է, երբ որ երկրորդը, երբ որ գիտությունը լավ գիտի այդ ամեն ինչը, բայց իմաստությունը, երբ որ դու ունես, արդեն խնդրի մեջ չես ընկնում։ Դու գիտես որ սա փոս է, դու գիտես որ սա խնդիր է, ճանիճ է, դու այդ իմաստությունով չես ընկնում խնդրի մեջ։ Սա շատ կարևոր է, որ մենք ապրենք Տիրոջ իմաստության մեջ, որն է, որ Տիրոջ վախը։ Երբ որ Տիրոջ վախը մեր մեջ լինի, մենք չենք լինի այդ խնդիրների մեջ։ Խոսքս կուզեմ այսպես նորից տնական մի վերջացնեմ մի օրինակով, մի հատ այսպես մի հատ ժողովրդական մի հատ լավ խոսք ունենք, ասում է իմաստուն գառը երկու մորից կաթկոտի։ Ու ինքը միշտ կուշտ է, գիտես, ինքը իմաստուն է, ինքը ոչ մի խնդրի մեջ չի գնում, գիտես, ինքը իմաստուն է։ Այսօր մեր կյանքերի մեջ պետք է իմաստությունը մեր կյանքերի մեջ լինի։ Այսօր պետք է մենք ոչ թե Տիրոջ գավազանով, փայտով մենք առաջնորդենք, այլ Տիրոջ հեզության հոգով, ինչպես խոսքը մենք խոսեցինք եւ կարտացինք։ Սիրով, Տիրոջ սերը թող մեզ հետ լինի։ Մեր Տիրոջ սերը եւ խաղաղությունը լինի ձեզ հետ, չէ՞, ինչպես խոսում ենք։ Փառք Աստծուն, եկեք կանգնենք ոտքի եւ աղոթենք։ Տեր, շնորհակալ եմ քեզնից, դու ես իմ Տերս, իմ Աստվածս, փառք եմ քեզ տալիս։ Զորավոր Աստված, իմ Տեր, իմ Թագավոր, իմ փառած Աստված, շնորհակալ եմ քո հանդիմանության համար, Տեր։ Շնորհակալ եմ քո սիրո համար, որ սպասում ես եւ հանդուրժում ես եւ սպասում ես, որ մենք կարողանանք կանգնել, Տեր։ Քո փառքիդ համար զորացրա մեզ, Տեր։ Զորացրա, որ մենք չգնանք այդ փորձությունների մեջ, Տեր, այլ քո ձայնը լավ լսենք եւ լավ հասկանանք եւ հետ չշրջվենք քեզանից, Տեր։ Մենք չենք ուզում այդ գավազանը, Տեր։ Մենք ուզենք, որ քո սիրո մեջ վազենք եւ այդ ուրախությունը մեր կյանքերի մեջ, որտեղ գիտենք, որ դու ուզում ես, որ մեր ուրախությունը կատարյալ լինի, Տեր։ Թող մեր կյանքերի մեջ կա քո սերը, Տեր։ Խաղաղությունդ կա մեր ընտանիքների մեջ։ Վայելենք քեզ եւ քո ձայնը լսենք, Տեր։ Արի մեր կյանքերի մեջ, Տեր։ Ոչ թե քո գավազանով, արի մեր կյանքերի մեջ, Տեր, քո սիրով, քո խոսքով, Տեր իմ Աստված, որ շտկես եւ լսնես մեր ներսը, Տեր։ Որտեղ քո խոսքը, Տեր, գանձ է, Տեր իմ Աստված, որտեղ քո խոսքը կյանք է եւ քո խոսքը ջուր է, Տեր իմ Աստված։ Լսրա մեր ներսը քո խոսքով, Տեր, որ քո խոսքով հաղթենք եւ քո քեզնով կարողանանք վազենք եւ չվայր չինենք, Տեր իմ Աստված։ Եվ ողջ փառքը տալիս ենք քեզ, փառք քեզ, ամեն։ Փառք Աստծուն, փառք Աստծուն։ Ուզեմ հարցնեմ, կան մարդիկ, որ այսօր մեր մեջ առաջի անգամ են, խնդրեմ որ ձեր բարձրացնենք։ Տեսեք, մենք եթե դու Քրիստոսի Տեր ու Փրկիչ չես կանչել քո կյանքի մեջ, սա մի աղոթք է, որ մենք հաշտվում ենք Հիսուս Քրիստոսի հետ։ Ասում ենք, Տեր, արի մեր կյանքի մեջ թագավոր։ Խնդրեմ որ դասես մեր կանգնես դեմքով դեպի ինձ, այստեղ կանգնենք, բոլորս էլ այս աղոթքն անենք, շատ կարճ այս խոսքերի մեջ կրկնի, բայց այս խոսքերը կրկնի քո սրտից։ Հայտնի աշխարհը աճ ու ձախ նայ, ոչ մեկին որտեղ բոլորս էլ այս աղոթքն անենք, ու այս խոսքերի հետ կրկնի։ Սիրելի եկեք, խնդրեմ որ մեզ օգնեք։ Հայր Աստված, գալիս եմ քո առաջ, Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ների ինձ, մաքրիր ինձ, եւ եկի քո սուրբ հոգով։ Ես հավատում եմ, որ դու եկար աշխարհ, խաչվեցիր, չարչարվեցիր, մահացար, եւ երրորդ օրը հարություն առար։ Ինձ ներքևից ազատել։ Այսօրվանից ընդունում եմ քեզ, իմ Տեր ու Փրկիչը, եւ թագավորիր իմ կյանքում, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու